Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Կոնջարյան, դուք ասացիք, որ կիսում եք տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը փայլուն է ղեկավարում, բայց այս 7 տարիների ընթացքում հանրության մոտ ակնհայտ է, որ 2018 իրավիճակի 180 աստիճանով փոխվել է, գոնե մեծամասնության մոտ, սա ենթադրում է, որ ձեր իշխանությունը տապալել է, եւ եթե փայլուն է ղեկավարում, ինչու է ամեն ինչ այդքան վատ։ Տես, փայլակ, արի առաջնորդվենք տրամաբանությամբ։ Դու ասում ես, որ 7 տարվա ընթացքում տապալվել է, չէ, 180 աստիճան փոխվել է։ 180 աստիճանը նշանակում է, որ ծայրահեղ բևեռային հակառակ տրամաբանությունն է։ Բայց եթե 7 տարվա մեջ 180 աստիճան փոխվել է։ Ոնց եղավ, որ 2021 թվականին քաղաքացիները մեզ տվեցին միանձնյա մեծամասնություն։ Չէ, բայց չէ, դու տես փայլակ, դու ասում ես մի րոպե։ Դու ասում ես 7 տարվա ընթացքում 180 աստիճան, բայց 2021-ին մարդիկ էլի մեզ տվել են միանձնյա բան։ Միանձնյա այդ ում հաշվարկով Գելափի։ Գելափը 2021 թվին ասում է Ռոբերտ Քոչարյանը գա բան դառնալու է բան առաջի տեղ ազբաղեցնելու։ Մենք ներողություն, մենք 2021 թվականից առաջել ենք, մենք 2021 թվականից առաջել ենք որոշ թիմերում պարտվել եւ 2021 թվականին գնացել հաղթել ենք, իսկ ով ասեց, որ մենք պիտի ունենանք այնպիսի երկիր, որտեղ որ իշխող մեծամասնությունը պարտադիր բոլոր տեղերում աբսոլյուտ իշխանություն պետք է ունենան։ Դուք տենց բան եք ուզում, դուք տենց երկիր եք ուզում, չէ, մենք իհարկե որպես քաղաքական ուժ մասնակցում ենք թիմերին, փորձում ենք հաղթանակել, բայց նաև ժողովրդավարությունը ենթադրում է, որ ինչ որ մի տեղում թիմում կհաղթես, ինչ որ մի տեղում կպարտվես, ինչը չի նշանակում, որ դա պետքա ուղղակիորեն պրոյեկտել համապետական ընտրությունների վրա։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2021 թվականի բազմաթիվ թիմերում քաղաքապետերը ոչ միայն ընդդիմադիր էին, այդ քաղաքապետերը այն ժամանակվա փրկության շարժման առաջամարտիկներն էին, դուրս էին եկել իշխանության դեմ եւ 2021 թվականին այդ թիմ որոշ քաղաքներում ենք 60%-ից ավել ձայն ենք հավաքել։ Ես խնդրում եմ մեկը մյուսի հետ այդ ձև չկապել, բայց բնականաբար մենք հետևություններ անում ենք, սխալները փորձում ենք ուղղել եւ առաջ ենք։ Պարոն Կոնջարյան, 2010 վարչության նիստում մայիսի շրջերտին Չէ, չի քննարկվել։ Պարոն Կոնջարյան, 2018-ից առաջ, երբ որ դուք եւս լրատվական Չէ, չի քննարկվել այդ հարցը։ Գնա թե ոչ ձեզ։ Եթե վարչապետը որոշում է կայացրել, որ պիտի գնա, ուրեմն պետք է գնա։ Համեցեք։ 2018-ից առաջ։ Ես չէի Ժորժ ջան, ես չեմ մեկնաբանում այլ երկրների ղեկավարների հայտարարությունները։ Կարամ հարցը ստամ ժողովուրդ։ 2018-ից առաջ, երբ որ դուք եւս լրատվական գործունեություն եք ծավալում, բավականին լավ է ստացվում ձեր մոտ վերլուծական հաղորդումներ անելը։ Օրինակ, ինչպես կարողանայիք, եթե օրինակ Տարոն Մարկարյանը լիներ քաղաքապետ եւ նրա վարչական շրջանի ղեկավարը ու երթերով մաղցեց են, ինչպեսի հաղորդում կնկարեր այդ։ Ես կդատապարտեի բռնությունը եւ հիմա էլ եմ դատապարտում բռնությունը, դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնությունը, ես դատապարտում եմ բոլոր տեսակ բռնությունները, դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա եւ դատապարտելու եմ նաեւ ապագայում։ Եվ ես կարծում եմ ու համոզմունք ունեմ, որ ընդհանրապես բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետքա տեղ չունենա։ Եվ ինչու մնացածը ես կարծում եմ քաղաքական պատասխանատվության մասը, ես կարծում եմ, որ ամեն դեպքում, քանի որ նոր-նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ես կարծում եմ, որ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է, իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է եւ քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է։ Ես արդեն պատասխանեցի, ես դատապարտեցի բռնությունը, եթե առաջնորդվեինք ձեր տրամաբանությամբ, ես նաեւ պետք է չդատապարտեի, բայց կապ չունի։ Ես դատապարտում եմ բռնությունը։